Վասիլիսա Վոլոդինան նշել է, որ 2026 թվականը կարող է լինել ցուլի համար լավագույն տարին առնվազն վերջին 12 տարիների ընթացքում։ Այս նշանը, նրա կարծիքով, ավելի բախտավոր կլինի, քան մյուսները, Յուպիտերի հազվագյուտ և բարենպաստ դիրքի շնորհիվ։ Աստղագուշակը այս ժամանակահատվածը կապում է այս երկրային նշանի տակ ծնվածների համար հնարավորությունների ընդլայնման, եկամտի աճի և անձնական զգալի փոփոխությունների հետ։ Վոլոդինայի կանխատեսման համաձայն, արդեն 2026 թվականի առաջին ամիսներին ցուլը կզգա, որ հանգամանքները բառացիորեն փոխվում են իրենց օգտին, ավելի հաճախ կհայտնվեն նոր առաջարկներ, պատահականություններ և նախկինում անտեսանելի հնարավորություններ։ Յուպիտերը, որը աստղագուշակության մեջ ավանդաբար կապված է բախտի, ընդլայնված հորիզոնների և նյութական պարգևների հետ, ստեղծում է այսպես կոչված հնարավորությունների պատուհան նրանց համար, երբ նրանց ջանքերը սովորականից ավելի մեծ արդյունքներ են տալիս։ Հատուկ շեշտադրում է դրվում կարիերայի և ֆինանսների վրա։ Աստղագուշակը կանխատեսում է, որ շատ կասեցված նախագծեր վերջապես առաջ կշարժվեն, և տարիներ շարունակ դանդաղած նախագծերը կարող են իրականություն դառնալ։ Վոլոդինան կանխատեսում է նոր գործընկերների, ներդրողների և ցուլի գաղափարները սատարելու պատրաստակամություն ունեցող, ռեսուրսներ և ազդեցություն ունեցող մարդկանց ի հայտ գալը։ Նա 2026 թվականի մարտից մայիս և սեպտեմբերից նոյեմբեր ժամանակահատվածները նշում է որպես ամենահզորը, երբ լավագույնն է ակտիվորեն բանակցել պաշտոնի բարձրացման, նոր նախագծերի մեկնարկի և գործունեության ընդլայնման համար։ Նա ասում է, որ այս ամիսներին ցուլը պետք է խուսափի կարևոր որոշումները հետաձգելուց, այդ դեպքում ավելի հեշտ է որոշում կայացնել աշխատանքի փոփոխության, բիզնես սկսելու կամ խոշոր նախագծի մեկնարկի մասին։ Վոլոդինան ընդգծում է, որ տարվա էներգիան խրախուսում է խելամիտ ռիսկը, ոչ թե խաղադրույքներ, այլ մտածված քայլեր, երբ մարդը հասկանում է փոփոխության նպատակը։ Նա այս ժամանակահատվածի համար որպես կյանքի սկզբունք առաջարկում է հետևյալ բանաձևը. Նրանք, ովքեր օգտվում են հնարավորությունից, շատ ավելի շատ են հաղթում, քան նրանք, ովքեր ընտրում են սպասել։ Ցուլերի անձնական կյանքում կանխատեսվում են նույնքան նշանակալի փոփոխություններ։ Միայնակները կարող են հանդիպել մեկի, որի հետ նրանք արագ կզարգացնեն լրջության և ներուժի զգացում։ Ավելին, աստղագուշակը պարզաբանում է, որ այս հանդիպումը ամենայն հավանականությամբ տեղի կունենա անսպասելիորեն, ոչ թե ծանոթ վայրերում, այլ նոր միջավայրում կամ անսովոր իրավիճակում։ Արդեն հարաբերությունների մեջ գտնվողների համար տարին խոստանում է ավելի մեծ փոխըմբռնում, ընդհանուր նպատակներ և փոխադարձ աջակցության զգացում, որտեղ զուգընկերը կդառնա աջակցության հենասյուն, այլ ոչ թե ավելորդ լարվածության աղբյուր։ Վոլոդինան բաց երկխոզությունը և համատեղ նախաձեռնությունները, համատեղ ծրագրերը, նախագծերը և ընտանեկան նոր որոշումները նշում է որպես հարաբերությունների ներդաշնակության բանալին։ Եթե ցուլերը խուսափեն մեկուսացումից և փոխարենը քննարկեն իրենց ցանկություններն ու վախերը, դա կօգնի ամրապնդել հարաբերությունները և դրանք հասցնել կայունության նոր մակարդակի։ Հակառակ դեպքում նրանց անձնական կյանքում որոշ բարենպաստ հնարավորություններ կարող են պարզապես անտեսվել, մնալով չիրացված ներուժ։ Առողջությունը նույնպես աջակցվում է, ըստ աստղագուշակական կանխատեսման։ 2026 թվականը նկարագրվում է որպես ցուլի համար ավելի հավասարակշռված բարեկեցության և էներգիայի ալիքի ժամանակաշրջան։ Շատերը բնականաբար կզգան ցանկություն սկսել ավելի համակարգված հոգ տանել իրենց մասին առանց հանկարծակի փոփոխությունների, սահմանելով ռեժիմ, վերանայելով իրենց սննդակարգը և ավելացնելով ֆիզիկական ակտիվությունը։ Վոլոդինան կարծում է, որ սա հարմար ժամանակ է առողջ սովորությունները ամրապնդելու համար, կանոնավոր վարժություններ, ստրեսի կառավարում և նյարդային համակարգը վերականգնելու մեթոդներ։ Շեշտվում է, որ այս ժամանակահատվածում առողջության մեջ ներդրումներ կատարելը կտա երկարաժամկետ արդյունքներ։ Ոչ թե միանվագ արդյունք, այլ ֆիզիկական և հուզական բարեկեցության շոշափելի և երկարատև փոփոխություններ։ Այլ կերպ ասած, 2026 թվականին ներդրված ջանքերը կարող են օգուտ բերել ցուլին առաջիկա երկար տարիների ընթացքում։ Աստղաբանը հիշեցնում է, որ համակարգված մոտեցումը, հանգիստ, բայց կանոնավոր քայլերը ավելի լավ ռազմավարություն կլինի, քան բոլոր խնդիրները միանգամից լուծելու փորձերը։ Վոլոդինան կարևոր նախազգուշացում է անում. Յուպիտերի բարենպաստ դիրքը ավտոմատ կերպով չի երաշխավորում հաջողություն բոլոր ցուլերի համար։
Այս մոլորակային ֆոնը ստեղծում է ուժեղ ներուժ, բայց այն կարող է իրականացվել միայն գործողությունների միջոցով, որոշումների կայացում, նախաձեռնողականություն և նոր բաներ փորձելու պատրաստակամություն։ Աստղաբանը խորհուրդ է տալիս ուշադիր լինել ցանկացած առաջարկի նկատմամբ և չմերժել հնարավորությունները պարզապես այն պատճառով, որ դրանք չափազանց անսպասելի կամ անսովոր են թվում։ Ըստ նրա, աջակցության նման լայնածավալ ժամանակահատվածը տեղի է ունենում մոտավորապես յուրաքանչյուր 12 տարին մեկ, ինչը 2026 թվականը ցուլի համար դարձնում է այն ժամանակը, երբ յուրաքանչյուր գործունեություն կարող է ավելի մեծ արդյունքներ տալ։ Այս ցիկլը բաց թողնելը նշանակում է զրկվել ձեր կյանքի մի քանի ոլորտներում քվանտային թռիչքի հնարավորությունից։ Ահա թե ինչու Վոլոդինան խորհուրդ է տալիս, որ ցուլերը գալիք տարում հրաժարվեն դիտորդի դիրքից և գործեն այնպես, կարծես բախտը իսկապես իրենց կողմն է։ Ընդհանուր առմամբ, ցուլի համար 2026 թվականի կանխատեսման ուղերձն այն է, որ ուժեղ աստղագիտական աջակցության և անձնական ակտիվության համադրությունը կարող է այս ժամանակահատվածը դարձնել վերջին տարիների ամենաարդյունավետ և հաջողակներից մեկը։ Այնուամենայնիվ, աստղագուշակի խոսքով, որոշիչ գործոնը դեռևս կլինի անձի պատրաստակամությունը ազատվելու սովորական սցենարից և օգտվելու ժամանակի ընձեռած հնարավորություններից։ Նրանց, ովքեր կկարողանան դա անել, նա ըստ էության խոստանում է հնարավորություն դառնալ իրենց տարվա հաղթական առաջնորդը։